Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք դուք լսում մեզ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները, իսկ այս պահին մենք կինետիկա հաղորդումն ենք սկսում, Վարդուհի Հարությունյանն է, մեր տաղավարում VIP ընկերության հիմնադիր տնօրենը, Վարդուն դուք բոլորդ գիտեք նաեւ գործագործ հաղորդումից, եթե լսում եք մեր եթերները, այսօր մենք նրան այլ փորձության ենք ենթարկելու, ողջույն Վարդուհի ջան։ Ողջույն Մոնիկա ջան։ Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ այս շրջանակում ենք հանդիպել, փորձենք քեզ բացահայտել որպես կին գործարար, գնանք ամենասկզբից երբ որոշեցիր, որ դու գործարարության աշխարհ պիտի մուտք գործես, արդյոք դա որոշում է եղել, թե այդ սպոնտանա ստացվում։ Նախ շատ շնորհակալ եմ Մոնիկա ջան, որ ես հնարավորություն ունեմ այսօր տաղավարում այս կողմում նստելու, ասեմ, որ մի փոքր հուզված եմ, հետաքրքիր է, երբ որ հյուրի կարգավիճակում ես լինում, հուզմունքդ շատանում եմ։ Գործարար դառնալու որոշումը ինքնըստինքյան է ինձ մոտ ցակել։ Ես 2017 թվականից սկսած արդեն ինչ-ինչ աշխատանքներ կատարում էի զուգահեռ իմ վարձու աշխատանքին, իսկ աշխատել եմ շատ տարբեր ընկերություններում, շատ մեծ ընկերություններում, շատ բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, բայց այդ ամեն ինչին զուգահեռ զբաղվում էի նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ, խորհրդատվական ծառայություններով, սակայն 2024 թվականին, մեկ տարի առաջ ես հստակ որոշում կայացրեցի, որ վերջ այժմ զբաղվելու եմ միայն գործարարությամբ, դուրս եկա իմ վարձու աշխատանքից, շատերի համար անհասկանալի որոշում էր, շատերը զարմացան, որովհետև գիտեին, որ աշխատանքը սիրում եմ, հեղինակավոր ընկերությունում բարձր պաշտոն էի զբաղեցնում։ Ինչն էր խնդիրը, այսինքն ուզում էիր ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քո վրա, թե ամեն դեպքում ուզում էիր դու հարցերը կարգավորող լինեիր, դու վերևում կանգնած եւ այդ ինչպես ասում են, այդ թելերը դու կարգավորողը լինեիր։ Տեսեք Մոնիկա ջան, ես մոտարպես 10 տարի է, ինչ տարբեր ընկերություններում շատ բարձր հաստիկներ եմ զբաղեցրել եւ որոշումների կայացումը ու պատասխանատվությունը իմ աշխատանքի անբաժանելի մասն են եղել։ Այդ թելիկները, որոշումները եւ այլն ընկերության շրջանակներում էլ էի իրականացնում, բայց ամեն դեպքում 2023-ի վերջին ծնվեց նաև իմ երրորդ բալիկը եւ ամբողջ դրույքով աշխատանքնել, հա, ոնց որ ինձ արդեն կապանքների նման ինչ որ մի բան էր թվում, ես որոշեցի նաև որ պետքա կարողանամ կյանք եւ աշխատանք բալանսը պահպանել այնպես ինչպես ես ուզում եմ եւ որոշեցի որ ես ուզում եմ անսահմանափակ զարգանալ, իսկ վարձու աշխատանքի դեպքում դա այդքան էլ հնարավոր չէ։ Նաև երբ բիզնես ես ունենում, շատերը ասում են դա երեխայի նման է, պիտի իրեն երեխայի նման մեծացնել, պահել, սիրել, խնամել, այսինքն քո դեպքում 4 երեխա։ Այո, 4 երեխա ասել ու համամիտ ես այդ կարծիքի հետ։ Բիզնեսը առհասարակ կարող է երեխա լինել, երիտասարդ լինել, տատիկ լինել, տարբերություն չկա, բիզնեսը մի սուբյեկտ է, ում հետ դու ունես հարաբերություններ, դա հոգեբանական աշխարհում էլ բացատրվող երևույթ է եւ այդ հարաբերությունների շրջանակներում շատ կարեւոր է որպեսզի դու բալանսը պահպանես, այսինքն եթե դու բիզնեսից փող ես վերցնում, համապատասխանաբար դու պետք է կարողանաս բիզնեսին նաեւ տալ, այլապես բալանսը կխախտվի եւ բիզնեսը չի կարող զարգանալ։ Այո, դու ունես հարաբերություններ, ինչ որտեղ կարող են լինել ռոմանտիկ հարաբերություններ, երեխայի հետ հարաբերություններ, բայց կա դա փոփոխվում է ժամանակի ընթացքում, այսինքն միշտ ստաբիլ չի մնում որպես օրինակ երեխայի հետ հարաբերություն։ Չէ, դա փոփոխվում է, քո ընկալումը քո բիզնեսի նկատմամբ նույնպես փոփոխվում է, չափսերով է փոփոխվում, իր ընկալումը հասարակությունում այլ մարդկանց կողմից նույնպես փոփոխվում է, հետեւաբար այս ամեն ինչի արդյունքում էլ քո վերաբերմունքն է փոփոխվում քո ընկերությանը ու քո բիզնեսին։ Այ ասացիր, որ դե խորհրդատվությամբ է զբաղվել շատ երկար ժամանակ, այդ խորհրդատվությանը զուգահեռ բիզնեսներին որպես կին հավելյալ խորհուրդ տվել ես երբևէ եւ շարունակում ես խորհուրդներ տալ։ Այո, միշտ որպես կին խորհուրդներ տալիս եմ, որպես լավ ընկեր խորհուրդ տալիս եմ, որովհետեւ ես հիմնականում աշխատում եմ բիզնեսի սեփականատերերի հետ ու աշխատում ենք երկարաժամկետ 6 ամսից սկսած մեզ մոտ բնականաբար ձևավորվում են նաև մարդկային հարաբերություններ եւ քանի որ ինքս հոգատար եմ եւ ցանկացած բիզնես, որի հետ աշխատում եմ այդ ժամանակահատվածում եւ հետո արդեն նույնպես նրա զարգացումը իմ պատասխանատվության մեջ է մտնում, բնականաբար արդեն անձնական հարցեր են առաջ գալիս այս աշխատակցի հետ կապված, այն աշխատակցի հետ կապված
նրանց հոգեբանական պատկերների հետ կապված, այսինքն մակրո եւ միկրո խորհրդատվություն իհարկե իրականացվում է։ Եվ նաև որպես PR մասնագետ, կարծես թե այդ բոլոր ճանապարհները գալիս խաչվում են մի կետին, չէ՞։ Գալիս խաչվում են, այո, ես դե մասնագիտությամբ PR մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում հետաքրքիրն այն է, որ որպես մասնագետ եւ որպես կերպար բավականին ճանաչված եմ շուկայում եւ որ ընկերություն գնացել եմ, ինձ միշտ ասել են նույնիսկ մեծ ընկերություն, որ Վարդուհի ջան, քեզ պետք է նաեւ վճարեմ PR-ի համար, որովհետեւ շատ շատերը այդ ընկերությունը ասոցացրել են հենց իմ անվան հետ եւ ինչքան էլ ընկերությունը մեծ չի եղել, միշտ ասել են հա Վարդուհին այստեղ է աշխատում եւ դա ինչ որտեղ նաեւ գլուխ գովեցի, բայց այդպես է, հա, ոնց որ PR-ի։ Ճիշտ է, միշտ պիտի ասել։ Այո։ Մի փոքր ինձ գովեցի, այո։ Այ հետաքրքիր է, հաճախ ասում են, չնայած այս հաղորդումը մենք ինչ սկսել ենք, բոլոր կանայք, ովքեր հյուր են լինում, միշտ ասում են, որ խտրական վերաբերմունքի երբեք չեն հանդիպել, հակառակը միշտ աջակցություն են ստացել շատ տարբեր տղամարդկանց կողմից եւ առհասարակ բոլորի կողմից։ Այդ մակարդակին, որ դու հասել ես, այդ շեմը հաղթահարել ես, ինչ դա ունեցել ես դու խտրական այսպես բախումներ հանրության որոշակի հատվածների հետ, առհասարակ խտրականության որևէ դրսևորում քո հանդեպ եղել է, թե միշտ քեզ ընկալել են այն Վարդուհին, որը այսօր կա։ Երբևիցե խտրականության ոչ միտեղ չեմ հանդիպել, ես հարց տվեցիք, ես մտքով գնացի մինչև խորը մանկություն, ոչ մի աշխատավայրում, ավել ասեմ վերջին աշխատավայրում, երբ որ մենք ամսական ժողով էինք անում, սենյակում լինում էին մոտ 60 տղամարդ եւ 1 կին, այդ 1 կինը ես էի լինում ոլորտից դուրս գալով տղամարդկային ոլորտ էր, հա, ոնց որ ընկերությունը, երբևիցե ոչ մի խտրական վերաբերմունք չեմ զգացել, երևի թե դա գալիս է նրանից, որ ցանկացած իրավիճակում ես ինձ թույլ չեմ տալիս հանդես գալ որպես թույլ սեր, միգուցե դա այդքան էլ լավ չի, բայց եթե օրինակ ինձ ջուր է պետք լցնել բիզնես հանդիպման ժամանակ, ես վերցնում լցնում եմ, երբեք չեմ սպասում, որ ջենտլմենություն կանեն, չգիտեմ դա լավ է թե վատ, դա ներքուստ է, ես դուռը կբացեմ, դուրս կգամ եւ այդ ֆլիրտոզ ու այդ չգիտեմ թույլ սերի հարաբերությունների հիմքը երբեք իմ մեջ չի եղել գործնականում, հա, ոնց որ եւ դրանից էլ ելնելով դե դիմացինը մտածում եմ, որ ուրեմն այդ բնավորության գիծը կա ու ինչ որ տեղեր նույնիսկ չի էլ թուլանում, չէ՞։ Երբևիցե չի թուլանում, ինձ թվում է, որ դիմացինի մտքով էլ չի անցել երբևիցե խտրական վերաբերմունք իմ հանդեպ ցույց տա։ Երևի մտածել է ոնց անի, որ ես խտրական վերաբերմունք ցույց չտամ, որտեղ բիզնես հաղորդակցության մեջ հավասարին եմ միշտ հաղորդակցվել եւ շարունակում եմ, հա, իմ համագործակցությունը։ Աջակցություն ստացել ես երբևէ ընտանիքի անդամներից, տղամարդկանցից հարազատ եղբայր, ամուսին, հայր։ Միշտ աջակցություն ունեցել եմ, մասնավորապես ամուսնուցս, մի անգամ մի հաղորդման էլի մասնակցում է, իր անունը չտվեցի, տենց նեղացել է։ Շնորհակալ եմ հարցի համար ու հուսով եմ չի մոնտաժվի, ինքն էլ կտեսնի։ Բացարձակ։ Չենք մոնտաժելու, գնալու է այնպես ինչպես ասում եմ։ Շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետև իսկապես ամուսնուս շնորհակալ եմ, ինչքան էլ սենց ինչ որ ծեծված խոսքերի նման է հնչում, բայց ինքն բացառիկ տղամարդկանցից է, որը իր կողքի կնոջ հաջողություններով միայն ուրախանում է։ Այսինքն այստեղ խանդի գործոն չկա, չգիտեմ, տունը նստի մի աշխատի, հա բազմաթիվ տենց օրինակներ կան, հա, անգամ այնպիսի տղամարդիկ են ասում, ովքեր բարձր նյութական եկամուտներ չունեն, հա, բայց կինը պիտի չաշխատի ու կինն էլ արդեն ընդունում է, որ ինքը պիտի չաշխատի։ Այստեղ միգուցե կա, հա, այդ խտրականությունը։ Երբևիցե նմանատիպ վերաբերմունք չեմ ունեցել, հակառակ ամեն մի հաջողությամբ ամուսինս ուրախացել է, ընտանիք քաջալերել է, ընտանիքի հոգսը հավասարապես ինձ հետ կիսելով, դե ես էլ վատ կին չեմ։ Ես էլ իրեն եմ քաջալերում եւ իհարկե մայրիկս, եղբայրներս բոլորը միշտ ինձ աջակցել են, մեկ-մեկ իհարկե չեն հասկանում շատ խորապես ինչով եմ ես զբաղվում, որտեվ իրենք ծրագրավորողներ են, իրենց մոտ հստակ ուղղությունն է, բացարձակ այլ կողմ է տանում, չէ՞։ Ամեն դեպքում 3 զավակ ունենալ ու դրան զուգահեռ լինել գործարար, լինել այլ տարբեր հարցերի մեջ, գուցե, չգիտեմ, ամեն դեպքում այդ քաջալերանքը կա, բայց միշտ չի որ կինը կարող է հասցնել լինել տանը լավ մայր, խոհանոցում կրկին լավ կին, տանը լավ կին առհասարակ ու լավ գործարար կին։ Ոնց ես կարողանում դու բաշխել ժամանակը եւ ինչ որ
պահի լինում է, որ ինչ որ մի հատվածը տուժում է ու բերը դու այդ բերը ժամանակի որ կողմի վրա ես դնում, որ այ գոնե ընտանիքը չտուժի կամ աշխատանքը չտուժի, որն է առաջնային ըստ քեզ։ Այսպես թե այնպես կատարյալին ձգտելը անիմաստ գործ է։ Ես մի պահ դրանով տառապում էի, որ վայ կենց հաղումս տանս ինչ որ մի բան չեմ հասցնում, վայ մեքենաս կեղտոտ է արդեն ամենաշատը տուժում է խեղճ մեքենաս, որովհետև չեմ հասցնում, հա։ Ես ուղղակի որոշեցի ու սովորեցի այդ ամեն ինչին հանգիստ նայել ու ընդունել, որ ես իսկապես ամեն ինչ չեմ կարող հասցնել։ Ես ունեմ առաջնայնություններ կապված իմ բալիկների հետ, կապված իմ գործի հետ, կապված իմ հոբիների հետ եւ իմ լիցքավորման հետ, հա, այսինքն ընկերներ, կաֆեներ, այսինքն ես դրան եմ անպայման ժամանակ տրամադրում, խնամքին իմ, հա, որպեսզի արտաքին տեսքս նորմալ լինի։ Ամեն ինչ առաջնայնությունների մասին է, մարդիկ, որոնք շատ հաճախ ասում են խառն են, ոչինչ չեմ հասցնում, այսքան տարիների ընթացքում ես բացահայտել եմ, որ դրա մեծ մասը ուղղակի ձևականություն է իրականում, մարդը եթե ուզում է, անպայման ինքը հասցնում է, բայց պետք է ընդունենք, որ ամեն ինչ իդեալական անել իհարկե չենք կարող։ Վարդուհի ջան, հետաքրքիր է գործար աշխարհ մտնելիս ինչ հատկանիշներ պիտի ունենա անձը եւ հատկապես կինը, որ փորձություններին դիմանա, հաղթահարի ու դժվարությունները ավելի ոչ էմոցիոնալ տանի, որովհետեւ գիտենք չէ, որ կանայք հիմնականում ամեն ինչին ավելի էմոցիոնալ են նայում ու ցանկացած մանրուք դետալ փորձում են այսպես մեծ հսկայական ինչ որ մի հարցի վերածել։ Տղամարդկանց դեպքում մի քիչ ավելի տարբեր, չնայած բացառություններ միշտ էլ լինում։ Մոնիկա ջան, ես իհարկե տենց կողը մեծ հեյթի արժանանամ այս պահին, բայց ասեմ, որ ինքս եւ փոքրուց եւ հիմա աշխատանքային հարաբերություն շատ ավելի հեշտ աշխատում եմ տղամարդկանց հետ, իրենց հետ շատ ավելի հստակ է ամեն ինչ եւ ճիշտ եք նշում, կանանց մոտ էմոցիոնալ է, հա, ոնց որ դժվարությունները կարող են ուռճացնել, մեծացնել, առհասարակ պետք է մարդը ցանկացած ձախողմանը պատրաստ լինի, եթե ինքը գնում է եւ մտնում է գործարար աշխարհ։ Ես գործարար աշխարհ մտել եմ վարձու աշխատողի, հա, ոնց որ ես 2003 թվականից սկսած անդադար աշխատել եմ տարբեր ոլորտներում եւ կրթվել եմ 22 տարի, հա, այսինքն քիչ ժամանակահատված չէ։ Ես ունեցել եմ հիասթափություններ, ես ունեցել եմ լացեր, անցել է ժամանակ հասկացրեմ, որ ես եմ մեղավոր եղել եւ ինչու է առհասարակ լացում, հա, այդ ինչ թեմա էր եւ սովորաբար այդպես է լինում։ Դե կանայք հիմնականում լացով են, չէ, արձագանքում։ Լացով են արձագանքում, այդ շատ լավ է, իրականում լավ կլներ տղամարդիկ էլ լացեին, որ արտահայտեն իրենց էմոցիաները։ Ինչ որ պահից սկսած ես հասկացա, որ կյանքում ամեն ինչ չի լինում այնպես ինչպես մենք ուզում ենք եւ մարդիկ միշտ չեն այնպեսին ինչպեսին մենք ենք եւ երբ որ մենք ընդունում ենք որ մարդիկ կարող են մեզնից տարբեր լինել եւ մեր ակնկալիքները եւ սպասելիքները չենք համապատասխանեցնում իբրև դիմացինը հենց մենք ենք ամեն շատ հեշտ է լինում Այո, միանշանակ։ Իսկ երբևէ եղել է, որ քեզ հուսահատեցնեն, կամ ասեն, որ օրինակ սա քո տեղը չի, պիտի գնալ այլ բանով զբաղվել, որքան էլ որ դու սիրել ես այնտեղ, որտեղ որ գտնվում ես այդ պահին, թե հիմնականում միշտ ոգևորող մարդիկ են եղել քո կողքին։ Տեսեք, Մոնիկա ջան, կարող եմ հպարտանալ ոչ մի աշխատավայրից այսքան ժամանակ ինձ չեն ազատել, այդպիսի արտահայտություն չեմ լսել, բայց շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել, կանանց էլ առնչվում է, առհասարակ շատ եմ հանդիպել այդ դեպքերին, կանայք, որ գնում են երեխա ունենալու, բալիկ ունենալու, հետ գալիս, կարծես թե իրենց տեղը արդեն զբաղեցրած են լինում, եւ նույնիսկ եթե իրենց հետ են վերցնում, նեղացնում են կամ ինչ որ իրավիճակ են ստեղծում, որ մարդիկ չկան։ Ես այսպիսի հարյուրավոր կանանց հետ եմ խոսել, մի ժամանակ նույնիսկ ծրագիր էի իրականացնում, իրենց կրթում սովորեցնում էի, որ աշխատանք գտնեն այս մասին կուզեմ գործատուները ոնց որ ուշադրություն դարձնեն, որովհետև հա օրենքը պաշտպանում է կնոջը, բայց պատկերացրեք իրեն հետ են կանչել ու իր հետ շփվում են այնպես, որ ինքը իրեն վատ է զգում։ Մարդ են բերել, որն արդեն իր տեղը զբաղեցրել է, հա, եւ ինքը երեխայից հետո շատ մեծ հարված է, կինը ձևացած, երեխայից հետո հա հիմնականում գիրացած, այդ դեպրեսիվ վիճակներում կյանքը փոխվել է, շատ խոցելի, ես շատ կանանց եմ այդպես տեսել եւ իմ բալիկներից մեկի դեկրետային արձակուրդի ժամանակ հետ գալիս մի փոքրիկ այդպիսի բան նկատել եմ ընկերություններից մեկում, դրա համար հիշեցի եւ դա շատ ցավալի կետ է, որտեվ կինը դեռ չի վերականգնվել, հա, ոնց որ երեխան ինքը, ասես չգիտեմ, գեր, այնտեղ չգիտի ոնց հասցնի, ժամանակը կառավարելի երևի։ Եվ իրեն գործատուն ասում է դու կարծես թե մեզ պետք չես։
Դե լավ, կարող ես գալ, բայց մեկա պետք չես։ Ես այս մասին կուզեմ գործատուները ուշադրություն դարձնեն։ Շատ են բայց նման գործատուները Հայաստանում։ Ես շատ եմ դեպքերին հանդիպել, այսպիսի դեպքերի։ Այ երբ նայում ենք գործատուները աշխատակից են փնտրում, բարետես արտաքինը այսօր բոլոր այդ աշխատանքային հայտարարություններից հեռու չի գնում, այսպես ասած։ Այսինքն բոլորը առաջնահերթ ընտրում են մարդկանց արտաքին տեսքը, հետո նոր կարևորություն են տալիս մյուս բոլոր հատկություններին, կլինի դա գիտելիքը, փափուկ հմտությունները, խնդիր կա այդտեղ։ Մոնիկա ջան, դեպքում չեն գրում, բարետես արտաքինով, չէ։ Երկու կետի մասին կուզեմ խոսել, որ դա անօրինական է, առհասարակ հայտարարությունների մեջ գրել բարետես եւ գրել ինչ տարիքի, հա, այսինքն դու իրավունք չունես, եթե ինչ-որ մեկը ասում են յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան բարետես է, այո։ Նման հայտարարություն գրողները իհարկե ոչ գրագետ մարդիկ են, ովքեր չունեն HR մասնագետներ, որովհետեւ բարետեսությունը կարող է լինել աշխատանքային նկարագրի մի հատված, եթե մենք մարդ ենք ընտրում, ով շփվելու է հաճախորդների հետ, լինելու է սպասարկման ոլորտում եւ մեզ համար կարեւոր է, որ մարդը լինի ոչ այդքան բարետես, ինչքան խնամված, օրինակ, հա, որտեղ մեզնից ոչ մեկ չի սիրում կեղտոտ եղունգներով մարդ իրեն սպասարկի։ Սա շատ ավելի կարևոր է, որ մարդը լինի խնամված, հիգիենայի կանոններ պահպանի եւ այլն եւ այլն։ Այս պարագայում կարևոր է, բայց դու իրավունք չունես հայտարարության մեջ դա գրել եւ իրավունք չունես բարձրաձայնել, որ մարդուն չես ընդունում աշխատանքի, որտեղ ինքը ծգեղ է, օրինակ, քո պատկերացմամբ։ Դու կարող ես դա անել հարցազրույցի փուլում, օրինակ մեկին ընտրել, մեկին չէ։ Իսկ կան շատ լավ գործատուներ, լուրջ կազմակերպություններ, որոնք արդեն շատ վաղուց այդ արտաքին տեսքին բացարձակ նշանակություն չեն տալիս, եթե իրենց սպეციფიկ մասնագետներ են պետք, եւ ծրագրավորման ոլորտում, եւ ինչի՞ չէ ֆիզիկայի ոլորտում, ինժեներինգում, այսինքն նենց ոլորտներ կան ոլորտներ, որտեղ դա բացարձակապես պետք չի գալիս։ Պետք չի, հա, եւ կան գրագետ գործատուներ, որոնք հաստատ արտաքին տեսքին չեն նայում են գիտելիքին, որովհետեւ եթե դու բիզնեսմեն ես, դու ունես ֆունկցիա, որը որ պետքա փակի աշխատողը, որ քո բիզնեսը զարգանա։ Եթե դու գրագետ բիզնեսմեն ես, դու փնտրում ես մարդ, որ այդ ֆունկցիան փակի, այլ ոչ թե արտաքինով։ Այն նման դեպքերում դու HR մասնագետ ես նաև։ Նման դեպքերում երբ մտածել ես, որ իսկապես այն մարդը, ով նստած է քո դիմաց, բոլոր այսպես պայմաններին համապատասխանում է բոլոր կետերին, բայց ձեզ պետք է օրինակ, որ արտաքինը ամեն դեպքում բարետես լինի։ Ինչպես արձագանքել այդ մարդուն, ինչպես ասել, որ այ մենք ինչ որ մի բան տեսնում ենք խնդիր, բայց ուղիղ չասել, որ դա արտաքինի հետ է կապված։ Ոնց է այդ հարցերը լուծում, այ HR-ների համար կարծում եմ բարդ հարց է, չէ՞։ Այսինքն ինքը դեռ մեր աշխատողը չի, ասենք, որ ինքը փոխվի, տեսեք, եթե մարդը հարցնում է ինչն է խնդիրը, որ ինձ օրինակ չեք ընդունում։ Ահա, այդ հարցին հիմնականում չենք պատասխանում։ Եվ կարող եմ բացատրել ինչու, որովհետև ինքը մարդիկ, ովքեր կընդունեն, որ իսկապես այդ բացը ունեն եւ իրենց չեն ընտրել, այսինքն ինքնաճանաչման բարձր մակարդակ ունեն, դեպիսի մարդիկ քիչ են։ Եթե դուք իրեն ասում եք, այս պատճառով մենք քեզ չենք ընդունել, ինքը սկսում է երկխոսություն։ Մի հատ ապացուցեք եւ այլն եւ այստեղ HR-ները ճահիճի մեջ են ընկնում։ Իրականում եթե մարդուն հավանել ենք շատ եւ հարցը միայն արտաքին տեսքի հետ է կապված, շատ դեպքեր եմ ունեցել, որ այդ մարդու հետ կարող ես ուղղակի մտերմիկ հետո խոսել, զրուցել, որ այ գիտես, այս հագուստը քեզ ավելի կսազի, այսքան առանց վիրավորելու, հակառակ եւ մի շատ լավ է ընդունվել եւ այդ մարդիկ, չգիտեմ, ժամանակի ընթացքում մեկ էլ շատ, չգիտեմ, գեր մարդը նիհարել է, մոտիվացվել է, դա HR-ի խնդիրն է մոտիվացնել աշխատակցին։ Այո, իհարկե, անպայման։ Իսկ այսօր բիզնեսները եւ առհասարակ գործատուները ինչ նշանակություն են տալիս HR ունենալու, միշտ չի, չէ, որ կարևորում են HR-ի դերը, ասում են ես տնօրենն եմ, ես այդ հարցերով կզբաղվեմ։ Այո։ Բիզնեսը ինչ որ մինչև ինչ որ քանակ կարող է չունենալ HR, բայց երբ որ արդեն 30-ը անցնում են, իրենք են ինձ դիմում, հա, ասում են Վարդուհի ջան, արդեն առաջ չենք գնում։ Ով գայսը չի մնում բիզնեսը, որտեվ բիզնեսը ոնց որ օրգանիզմ լինի։ Նախ կուզեմ HR-ը, որ պատկերացնեն մեզ լսողները, մարդկային ռեսուրսների կառավարումը միայն փաստաթղթաշրջանառություն եւ անձնակազմի հավաքագրումը չի։ Ինքը մեծ գիտություն է, որը օգնում է, որ մենք ճիշտ մարդկային ռեսուրսների կառավարման ստանանք մաքսիմալ արդյունք։ Ունենանք այնքան աշխատող, ինչքան մեզ պետք է, չունենանք մարդիկ, ովքեր գալիս են գործի, չեն աշխատում, ու ստանում են աշխատավարձ։ Այդ մարդիկ ոգևորված աշխատեն, մոտիվացված աշխատեն, մենք կարողանանք գնահատել եւ տարբերակել լավ ու վատ աշխատողին։
եւ կարողանանք համապատասխան վարձատրության համակարգ ունենալ։ Նաեւ հասկանալ ինչու են մեզնից հեռանում աշխատակիցները, վերլուծել, որպեսզի մեր պայմանները բարելավենք։ Մի խոսքով ցանկացած բան, ինչը կապված է մարդու հետ, նրա հետ աշխատանքի հետ, դա մարդկային ռեսուրսների կառավարումն է։ Հիմա արդեն ես նաև զբաղվում եմ բիզնես process-ների կազմամբ, այսինքն մենք 0-ից սեփականատերերի հետ գծում ենք բիզնեսը, ֆունկցիաները, ով ում ղեկավարն է, ով ինչ իրավասություն ունի, դրանից հետո մի խոսքով, ասենք ամբողջը 0-ից սարքում ենք։ Մի հարց էստեղ հետո շարունակես։ Հա, ներողություն, շատ եմ, չէ՞ խոսում։ Չէ, բացարձակ շատ հետաքրքիր է, ուղղակի ինձ մոտ անդադար հարցեր են առաջանում։ Այ եթե ճիշտ HR մասնագետ լիներ, կկարողանար քեզ համոզել, որ գործարար աշխարհ չմտնես ու մնաս այնտեղ, որտեղ կայ։ Վայ, ինչ լավ հարց էր Մոնիկա ջան։ Ճիշտն ասած, 1 տարի է անցել եւ ես շատ լավ առաջարկներ եմ ստացել եւ որպես գործադիր տնօրեն մեծ ընկերությունում եւ որպես կոմերցիոն տնօրեն եւ 3 ահռելի ընկերությունից որպես HR տնօրեն, այսինքն sense երազանքի գործեր, չեմ կարծում Մոնիկա ջան, այստեղ արդեն անհատական այն մակարդակն է։ Ես իհարկե ոչ մի բան ապագայի համար չեմ կարող երաշխավորել, մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որ ես մի օր չպիտի ասել երբեք։ Այո, ես կարող եմ գնալ եւ աշխատել ռեստորանում մատուցողուհի եւ հպարտությամբ դա անել, ես չեմ ասում որ դա Այս պահին իմ պրիորիտետները ուրիշ են, ես ունեմ ռազմավարական պլանավորում իմ ընկերության հետ կապված, իսկապես վարձու բարձր վարձատրությամբ աշխատակից լինել ավելի հեշտ է, ստաբիլ է, հանգիստ է, դու ունես բան կախված չէ։ Հա, այդքան ինչքան քո բիզնեսում չէ, բայց ես մի ուրիշ ուղի եմ ընտրել եւ շատ կարևորում եմ ինձ հաճախ ասում են դու ֆրիլանսեր ես, այսինքն իմ բիզնեսը շատ հիմնված է իմ անձի հետ կապված, շատերը գիտեն վարձույթ, դեռ WIP չգիտեն։ Ես այդ մասով եմ շատ աշխատում, որ մի քիչ ինձ իմ բիզնեսից տարանջատեն։ Ես ասում ես ֆրիլանսեր չեմ, ես բիզնեսմեն եմ եւ ունեմ աշխատակիցներ, որոնք հիմա գրասենյակում չեն նստում, ազատ գրաֆիկով են աշխատում, բայց իրենք աշխատում են ընկերությունում եւ ես ուղղակի կատարում աշխատանքի բաժանում, վերահսկում, բայց նենց չի որ ամբողջ գործը ես եմ անում։ Այնպես որ պատասխանը չէ, այս պահին չէր կարող համոզել։ Այ գործարար բառը, երբ մենք փորձում ենք վերլուծել, ինչ որ կարևոր բան արարող։ Բացի այն արտադրանքը, որ գործարարը տալիս է հանրությանը, պետությանը, ազգին, էլ ինչ է արարում գործարարը։ Գործարարը արարում է նորամուծություններ, հա, պետությանը ազգինա նախ հարկեր է մուծում, հա, աշխատատեղեր է ստեղծում, հետաքրքիր գաղափարներ է կատարածում եւ նորամուծություններ է ներդնում, կապ է ստեղծում դրսի քո պետության մեջ եւ կարող է նպաստել նաեւ քո ազգայինի զարգացմանը գլոբալ իմաստով։ Քո ընկերության մասին կուզեմ ավելի խորքային զրուցենք, ինչ փուլում են աշխատանքները, VIP-ը այս պահին ինչով է զբաղվում եւ ձեր թիմը մեծ է, փոքր է, ինչ կասես։ Մեր թիմը մինչեւ 10 հոգի է, կապված պրոյեկտներից մենք մինչեւ 10 հոգի հավաքվում ենք, երբ որ մի քիչ пассив սեզոն է, քչանում ենք։ Պրոյեկտները շատ լավ առաջ են գնում, քանի որ ես նաեւ վերջերս մասնագիտացա, շատ խորացա հոգեբանության մեջ, հիմա ես շատ հետաքրքիր հոգեբանական տրեյնինգներ եմ նաեւ անցկացնում top management-ի, mid management-ի տարբեր ընկերությունների համար եւ այս դասընթացային ֆորմատը նույնպես արկա է։ Մենք ունենք մշտական հաճախորդներ, ում հետ երկարաժամկետ աշխատում ենք, արդեն քայլեր ենք կատարում, որպեսզի հայկական գլոբալ շուկան ավելի դուրս գանք Հայաստանի շուկայից, նույնիսկ ունենք արդեն պատվիրատուներ դրսում, բայց ուզում ենք այդ հատվածը ել ավելի շատ զարգացնել։ Այո, այո։ Մեր ժամանակը շուտով ավարտի կմոտենա։ Հետաքրքիր է, ոնց ես կարծում էլի ամեն դեպքում որքան էլ որ գործար աշխարհը այսպես ընդլայնվում է, մեծանում է, կանայք ավելի ներգրաված են այդտեղ։ Արդյոք ամեն դեպքում կանայք որոշում կայացնողներ են այսօր։ Կինը որոշում կայացնող է այնքանով, ինչքանով ինքը որոշում է կայացրել, որ պիտի որոշում կայացնի։ Եվ ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, այսինքն եթե կինը ուզում է խաղացնել այդ պահը, ինչ որ միտեղ իրեն ցույց տալ թույլ սեր, օգտագործել իր ֆլիրտոզ, չգիտեմ ինչ որ sense բաներ իր գործի մեջ, ինքը պետք է պատրաստ լինի, որ տղամարդն էլ իրեն պետք է որպես թույլի վերաբերվի։ Միտքս չգիտեմ ինչքանով փոխանցեցի։ Կարծում եմ լիովին կարելի է։ Եթե կինը գործարար է, ինքը այդ պահին սեր չունի, հա։ Ես ունեմ շատ լավ տղա ընկերներ, ովքեր իմ ընկերներն են, մենք գնում ենք, ճաշում ենք, չգիտեմ, այդտեղ ինչ որ սերային բաշխվածություն չկա, հա, եւ գործնական կյանքում էլ է այդպես։ Դու գործի մեջ չունես սեր։
կա տղամարդկին, Բայց տանը պիտի ամեն դեպքում թույլ լինել, դե հա, պիտի փորձել։ Պիտի փորձել։ Դե տղամարդկանց համար շատ հեշտ կլինի։ Տղամարդկանց համար հա ամեն դեպքում արդեն ավելի հեշտ է։ Եթե կինը սկսում է ամեն ինչ վերցնել իր ուսերին, ամենտեղ ավելի էսպես տղամարդկային դրսևորել իրեն, տղամարդու համար էլ մտածելու բան կարծես թե չի մնում։ Համաձայն եմ ինչ որ միտեղ, բայց դա մարդու նատուրայից էլ է գալիս։ Ես օրինակ նվնվիկ երբեք չեմ եղել փոքր տարիքից, հիմա եթե ինչ-որ մի բան տանը փչացավ կամ մի մեքենայի մեջ փչացավ, ես իմ մեքենան հանգիստ քշում եմ, էլի ունեմ ընկերներ, ովքեր ունեն կենտրոն, սարքում եմ, հետ եմ գալիս, ամուսինս չի իմանալ դրա մասին։ Իր մեքենայի հիգիենայով ինքս եմ զբաղվում։ Որոշում կայացնող եւ հարցը լուծող։ Կարելի է այդպես ասել, հա, այսինքն ինչի նվնվալ գցել մե մարդու ուսերին, եթե դու այդ հարցը կարող ես ինքդ կարգավորել։ Իսկ ես հաճախ են դիմում ինչ-որ հարցեր լուծելու։ Լինում է, այո, լինում է։ Այսինքն շրջապատում ընդունված ես, որ կարող ես արագ հարց լուծել։ Եթե արդար պահանջ է, այո, եթե անարդար երբեք չեմ լուծի եւ չեմ աջակցի, ինչքան մոտ մարդ ուզում է լինել։ Ինչ որ խորհուրդ ունես գործարարներին։ Գործարարներին խորհուրդ ունեմ, որ նոր բալիկ ունեցած մամաներին թող չնեղացնեն երբեք, որովհետեւ չի կարելի, իրենք իսկապես խոցելի խումբ են, շարունակեն զարգանալ իսկապես եւ հիմքը իսկապես մեր հասարակության զարգացման ես կարծում եմ որ գործարարությունն է իրենք շատ կարևոր գործ են անում իրենց բոլորին հաջողություն եմ մաղթում ես էլ ձեզ եմ հաջողություն մաղթում ու նաև շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել որ Կինետիկայի իմ զրուցակիցը VIP ընկերության հիմնադիր տնօրեն Վարդուհի Հարությունյանն էր իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում շարունակեք հետևել մեզ կհանդիպենք